Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, ձեզ հետ կրկին ես եմ եւ Հայ Վայբը։ Այսօր մեր ճանապարհը սկսվում է մի վայրից, որտեղ քաղաքը մշտապես շարժման մեջ է։ Այստեղ մարդիկ գալիս են ու գնում, հրաժեշտ են տալիս, սպասում, վերադառնում։ Մենք մայրաքաղաք Երևանում ենք։ Ժամանակին քաղաքի զարկերակը համարվող երկաթուղային կայարանում։ Երբ է առաջին անգամ Երևանով գնացք անցել, ինչպես է կառուցվել կայարանի շենքը, հաջորդիվ։ «1895 թվականին ռուսական կառավարությունը դիմում է Նիկոլայ II-ին, որ անհապաղ պետք է կառուցվի երկաթուղագիծ։ Նիկոլայ II-ը շատ կարճ ժամանակահատվածում ծրագիրը կյանքի է կոչում։ Դժվարին պայմաններում կառուցվում է Թիֆլիս-Ալեքսանդրապոլ Ղարս երկաթուղագիծը։ 1899 թվականին կառուցվում է Երևանի կայարանը։ Նույն թվականի դեկտեմբերի 6-ին Ալեքսանդրապոլ է ժամանում առաջին գնացքը։ Երկաթուղային կայարանի առաջին շենքը կառուցված էր այլ վայրում, ներկայիս կենտրոնին ավելի մոտ։ Հետագայում տեղը փոխվում է ըստ Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի եւ կառուցվում ահա այս վայրում։ Սկզբնական շրջանում կառուցվում է համեստ շինություն, իսկ հայրենական մեծ պատերազմից հետո վեր է խոյանում այս շքեղ շենքը։ Ճարտարապետ Էդմոն Տիգրանյանը նպատակ ուներ կառուցել այնպիսի շքեղ շենք, որը քաղաք մտնողի վրա կթողներ ուղղակի շլացուցիչ տպավորություն։ Համաձայն նախագծի կառույցը պետք է ավարտվեր սրածողով, որը պատված էր լինելու 2 կիլոգրամ նրբաթերթային ոսկով, իսկ հատակը գրանիտապատված էր լինելու։ Սակայն ամեն բան այնքան էլ հարթ չի ընթանում։ Անանուն մի մարդ նամակ է գրում ներքին գործերի կոմիտեին բողոքով, որ ճարտարապետը ժողովրդական բողերը նեղ ժամանակներում անհիմն ծախսում է։ 1948-49 թվականները ստալինիզմի շրջանն էր եւ այս ժամանակահատվածում նմանատիպ նամակներին մեծ տեղ էին տալիս եւ հարուցվում է քրեական գործ։ 6 ամիս տևած գործը տեղափոխվում է Թիֆլիս, որովհետեւ տրանսպորտային նախարարությունը գտնվում էր Թիֆլիսում։ Գործը տալիս են մի քննիչի, ով բարեբախտաբար շատ լավ էր ճանաչում Էդմոն Տիգրանյանին եւ Տիգրանյանների ընտանիքը։ Հիշենք նաեւ, որ ճարտարապետը Արմեն Տիգրանյանի որդին էր։ Քննիչի ջանքերով գործը կարճվում է, սակայն այս ամենը անհետևանք չի մնում։ Նախագծից հանվում է գրանիտը, գրանիտի փոխարեն սալանախշեր են տեղադրվում եւ սայրաձողը առհասարակ չի դրվում։ Որոշ ժամանակ անց 70-ական թվականներին ի ուրախություն մեզ սայրաձողը տեղադրվում է։ Գալ երկաթուղային կայարան, ներկայացնել կայարանի պատմությունը եւ չանդրադառնալ կայարանամերձ հրապարակում կանգնած հսկային ուղղակի անհնար է։ Ով է եղել Սասունցի Դավթի արձանի բնորդը, ինչ պատմություն է անցել, մինչև կանգնել է արձանը, կիմանանք հաջորդիվ։ Տարիներ շարունակ Սասունցի Դավթի արձանի բնորդի հետ կապված տարբեր լեգենդներ էին պտտվում։ Էլ Միքելանջելոյի Դավիթ, էլ հայտնի Պարուսույց։ Ասում են նաև, թե Քոչարը հենց ինքն իր դեմքն է քանդակել, մինչդեռ իրականում ոչ մի բնորդ ու նախատիպ չի եղել։ Հենց Քոչարի խոսքերն են, որ Սասունցի Դավիթը մեր ժողովրդի հավաքական կերպարն է։ Նա ասում էր, դա մեր լավագույն հատկանիշների, դարավոր երազանքների խտացումն է։ Սասունցի Դավիթը խորհրդանշում է մի ամբողջ ժողովուրդ, այսինքն Դավթի կերպարը չի ունեցել որևէ նախատիպ կամ բնորդ, այն հայ ժողովրդին բնորոշ դիմագծերով հավաքված կերպար է։ Բանտարկությունից 2 տարի անց Երվանդ Քոչարը ազատ արձակվեց։ Ավելի ուշ
1957 թվականին որոշվեց վերականգնել արձանը եւ Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկն արդեն երկրորդ անգամ։ Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականին Կայարանամբերձ հրապարակում։ Իշխանություններն ամեն ինչ արել էին, որպեսզի արարողությունն անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության։ Երվանդ Քոչարն արձանը ստեղծել է ամենայն մանրամասնությամբ։ Յուրաքանչյուր դետալ արձանի վրա ունի իր խորհուրդը։ Պատվանդանը ավելի փոքր է, քան արձանը։ Սա խորհրդանշում է այն, որ Հայաստանից մնացել է ընդամենը մի փոքրիկ հատված։ Քուրքիկ Ջալալու պոչը շատ մեծ է։ Սա էլ ունի իր իմաստը։ Քուրքիկ Ջալալին Սասունցի Դավթի ընկերն էր, որ պատերազմի ժամանակ իր պոչով օգնում էր եւ ջարդում էր թշնամուն։ Ջալալու ոտքերի տակ է գտնվում փոքրիկ թասը, որը խորհրդանշում է մեր ժողովրդի համբերության բաժակը։